Ինչքան, ինչպես, ինչով ծանրաբեռնել մեր երեխաներին, հատկապես այսօրվա դարում, այսօրվա ակտիվ, զարգացող AI-ների, գադջետների եւ մնացած ամեն ինչի դար։ Փոդքասթի իմ հյուրի հետ այդ հարցը քննարկեցինք եւ տարբերեցինք երկու զուգահեռներ։ Մեկը դա դասերից դուրս, ինչ որ գիտակրթական, սպորտային, երաժշտական եւ մշակութային եւ այլ պարապմունքներով, խմբակներով եւ դասընթացներով ծանրաբեռնել է, բայց մյուսը, որը շատ ավելի կարեւոր էր, ոնց հասկացանք զրույցից, դա երեխաներին տանը, որոշակի պարտավորություններով ծանրաբեռնել։ Առաջինի դեպքում հանգեցինք նրան, որ փաստորեն, եթե ինչ որ մի բան, առարկա, լեզու, մշակութային ուղղություն, նկարչություն, երաժշտություն, որը որ լինի, հա, հոգեհարազատ է այդ ընտանիքին, ըստ որում լայն ընտանիքի, ապա պետք չէ երեխային դրանից զրկել, որովհետև դրանով մենք զրկում ենք երեխային մեր հետ հետագայում հաղորդակցվելու եւ մեր ընտանիքի մասը կազմելու մի շատ կարեւոր հնարավորությունից, որից հաստատ չէինք ուզի զրկել։ Օրինակ, եթե այդ ընտանիքում երաժշտությունը կարեւոր մի տեղ է զբաղեցնում, ապա ինչու երեխային չտալ երաժշտության, անգամ եթե նա դա չի ուզում, իսկ սովորաբար երեխաները դա չեն սիրում, որովհետև մի քիչ ծանր ու պարապմունքների հետ կապված գործ է։ Բայց դա կտա հետագայում նրան մի մեծ պաշար գիտելիքի, զարգացվածության եւ մեզ հետ կապի, անգամ մեզ հետ ընդհանուր թեմաների։ Բայց երկրորդ կողմը, երբ երեխաներին տալիս ենք անհոգ մանկություն եւ տալիս ենք բացարձակ պարապմանկություն, նրանց ազատում ենք ամեն ինչից, չէ բալես ես կանեմ, դու պարկի ես էլ կանեմ, դու հանգստացիր ես սա էլ կբերեմ, կտանեմ, կմաքրեմ եւ այլն, մենք երեխաներին տալիս ենք այդ անհոգության ձգտելու եւ երջանիկ ու անհոգ կյանքի պատկերացում, որ իրական չէ, այսինքն նա շուտ թե ուշ բախվելու է կյանքում պարտավորությունների, պարտականությունների, գործերի, իսկ նա պարզվում է պատրաստ չէ դրան։ Ես շատ համաձայն եմ այն մտքի հետ, որ տանը ինչ որ գործեր հաստատ եւ բոլոր տարիքներում երեխաները պետք է ունենան։ Խնդրում եմ ձեզ հավատացեք իմ փորձին։ Եթե կարող եք երեխային թեկուզ փոքր պարտականություններ տանը տալ, փոքր գործեր, որ միայն նա պիտի անի եւ անպայման, ինչպես շեշտեց իմ հյուրը, կլսեք, ասաց, որ անպայման տվեք երեխային ազատություն, ասեք օրինակ, ես մի գործը քոնն է, դու ոնց ասես կանենք, այդտեղ երեխան նաեւ իրեն ավելի կարեւոր ու պատասխանատու է զգում։ Դա սովորեցնում է նրան նախ լինել անդամ ինչ որ փոքրիկ հասարակության, իսկ ընտանիքը դա փոքրիկ հասարակություն է եւ հետագայում նաեւ թիմի անդամ դառնալ, հետագայում նաեւ կիսել ինչ որ պարտավորություններ, կիսել ինչ որ պարտականություններ եւ պատրաստ լինել ավելի մեծ մարտահրավերների։ Իսկ երբ անverջ փրկում ենք երեխաներին բոլոր գործերից, դա բերում է այդ անհոգ, անդարդ ձգտման, որ կյանքի ամբողջ իմաստը անհոգ ապրելն է, ինչը իրականում այդքան էլ այդպես չէ։